Աստված օգնական Սրբազան։ Աստված պահաբան։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը եւ իր երեխաների մայրը հրապարակումներ արեցին իրենց Facebook-յան էջերում, ինչը սկիզբ դրեց այն ամբողջ աղմկոտ պատմությանը, որի միջով մինչև հիմա բոլորս անցնում ենք։ Պատահական էին արդյոք այդ հրապարակումները Սրբազան։ Թե որը շատ Չէ, բնական է, որ պատահական չէին, բայց այդ հարցը ավելի իրենց պետք է ուղղել։ Դե ինչ նպատակ էին հետապնդում եւ ինչ նպատակ են հետապնդում այսօր։ Իհարկե, մի քիչ շատ համարձակ քայլ է տրամաբանություն, իմաստ փնտրել իրենց գործողությունների եւ արտահայտությունների մեջ, բայց դե ինչ որտեղ որ ոմանք ասում են, որ իրենք ոչ թե գործում են, այլ օգտագործվում են, այդտեղ երևի թե պետք է փնտրել այդ պատճառը, թե ինչու։ Որովհետև բազմաթիվ անգամներ վաղուց ասել եմ 2020 թվականից եմ ասել, որ այս մարտիկ 3 թշնամի ունեն՝ Արցախ, Սփյուռք եւ հայ եկեղեցի։ Արցախը հանձնված է, Սփյուռքը հիմնականում պարակտված եւ ասենք եւ խաղից դուրս վիճակում է։ Այսօր Սփյուռքը ոչ մի դերակատարություն չունի։ Միացել է վերջին խոչընդոտը իրենց ճանապարհին հայ եկեղեցին։ Եվ անշուշտ հայ եկեղեցին վերացնել հնարավոր չի, բայց իրենք գոնե ուզում են վերահսկել հայ եկեղեցին։ Ինչի համասին որ մեղադրում էին նախորդների։ Մեղադրում էին նախորդների ժամանակ ասելով, որ հայ եկեղեցին վերահսկվում է իշխանությունների կողմից։ Հիմա հասկացել են, որ չի վերահսկվում, կատաղել են եւ փորձում են վրեժ լուծել։ Եվ վրեժ լուծելու այդ ճանապարհին ոչ մի բանի առաջ չեն կանում, ոչ մի բանի առաջ չեն կանում։ Եվ ինչպես երեք ես ասել եմ, այո, սրանցից ամեն ինչ հնարավոր է սпасել, ամեն ինչ ինտունակ են, ամեն ինչի, ամեն վատ բան, լավ բանի ինտունակ չեն։ Քավլիցի։ Հասցրել ենք համոզվել։ Լավ բանի ինտունակ չէ, չէ, այդ մեկը չէ։ Բայց ամեն վատ բանի ինտունակ են, իսկ մենք էլ ասում ենք, որ մենք ամեն ինչի պատրաստ ենք։